հույս ունեմ, որ բաժանորդագրվել եք, լայքել եք, տարածում եք, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի այս հաղորդումը, հա, երեք պարոն Փաշինյանը զանգել է Վալոդիկին, Պացան Վալոդին, իրանք սիրում են այդ Պացան բառը, դրա համար եմ չեմ վիրավորում, իրենց համար դա բարձր ստատուս է ըստ երևույթին, նայողին, հա, Պախանին են զանգել, Պախանին է զանգել խոսելու համար տնտեսական սահմանափակումների Փաշինյանի բառապաշարով, իսկ իմ բառապաշարով եւ շատ-շատերի բառապաշարով պատժամիջոցների, տնտեսական պատժամիջոցները վերանայելու ուրեմն խնդրանքով մի շարք լրատվամիջոցներ գրել էին պահանջով, ընդհանրապես ընդունված չէ նման բաները պահանջով հանդես գալ եւ դիվանագիտական բառապաշարում աշխարհում ընդունված է այդ տեսակ դիմումները համարել խնդրանք։ Բանում էլ է եղել ներքին մեր ներքաղաքական կյանքում էլ է եղել ինչ որ մեկը կամ մի խումբ նախարարին խնդրանքով է դիմում, մեկ էլ լրատվամիջոցը բացում ես լուրերը նայում ես գրած է պահանջով դիմել էին շփոթում են չենչոգում Մոսկվայի ռուսատեքստ այսպես կոչված լուրերի մեջ պրոպագանդիստական տեքստերի մեջ ահագին հաճախ օգտագործված էր դրա հետ կապված պահանջ ձևակերպումը որպեսզի ստացվեր այնպես որ պահանջի վրա թքել է Վալոդիկը էլի հա Պացան Վալոդը թքել է եւ Պացան Պուտինը էլի կարող եք այդպես էլ օգտագործել ինչպես կամենաք հա եւ Պուտինը այդ հեռախոսազրույցը իր խելքով փորձել է այկիդոյի ենթարկել օգտագործել հակառակորդի ուժը հակառակորդին զգետնելու համար թե բա մենք բան ենք հայտարարություն ենք արել յատամա երկրների մի խումբ առաջնորդներով թե կողմնորոշվիր Հայաստան դու յատամայի հետ ես մնում թե կնում ես այդ ոնց էր ասում Գիքորի մեջ է չէ այդ անիրավ աշխարհն ես գնում Եվրամիություն կոչված չարերի չարքերի սատանաների Սատանասի մարդամեգը միտքս ընկավ ինքն էլ երևի եթե կնայի կհիշի որ այդ իր սիրելի բառն է էլի ժողովրդավարության թեմ պայքարի համար օգտագործել սատանեքը ձևակերպումը ինչ որ է հանգիստ թողնենք քանի հանգիստ է հա այդ սարսափները Եվրամիության մոտ ես գնում թե մնում ես ուրեմն ԵԱՏՄ-ի կազմում դու պետք է որոշես իսկ դու զանգել ես թե խնդրում ես թե բաները սահմանափակումները հանեք երևի զրույցի մեջ ասել է թե ծեր ծաղիկները թունավոր են հա միջից մարտական մոծակներ են թռնում ծեր ջերմուկը խմում են խորտակվում են մերոնք դու ինչ կար այնտեղ ծիրանի մեջ կորիզ կա դու մի ասա բալի մեջ կորիզ կա թզի մեջ կորիզ կա ամեն ինչի մեջ կորիզ կա Ծգները ընդհանրապես խոսող ծգներ են ու զարուրելի բաներ են ասում, ծուգել չեք կարող ներմուծել վերջերս էլ պարզվեց ձեր պանիրը նույնպես թունավոր է, թունավոր պանիր։ Այս ազգը այդ պանիրը ուտում է, դեռ ողջ չէ, հա, բայց Վալոդիկի ժողովուրդը եթե ուտի, լավ չի լինի։ Ու լիքը բաների դեպքում տրանզիտ էլ թույլ չի տալիս։ Այսինքն փակ բեռնատարով տարանցիկ ճանապարհ չի տալիս Ռուսաստանը, մեր ռազմավարական ղոչախ դաշնակիցը հայկական բեռներին թույլ չի տալիս տարանցում անել դեպի Բելարուս կամ դեպի Ղազախստան։ Նույնիսկ այդպես։ Այսինքն 1000 փագի ու փաթեթի մեջ եղած ուրեմն ծիրանը կամ պանիրը եթե անցնի Ռուսաստանի Դաշնության տարածքով կողքը բոլոր ավերածություններ է անելու իրենից հետո ուրեմն դժոխք ու ջրհեղեղ ու կրակ ու բոց ու ավերակներ են մնալու որոշել է Վալոդիկս որ բանը չգիտեմ կարող է ասած լինի ես խաբար չեմ ճիշտ ասած Նիկոլ Վավայևիչ կպարզենք կհասկանանք ինչնիչոց է բայց բան է արել պատասխանը հնչել է այնպես թե այնքեր հələ գնա մի հատ որոշի դու յա տմա մնալու ես Եվրամիություն գնալու ես թե չէ հանրակրվե արա հետո նոր այդ հարցերը մանր-մուներ հարցերը Սա եղած իրադարձությունն է, մի լուրել կար այդ զրույցից, որը հրապարակված է, նախաձեռնությունը իհարկե եղել է Փաշինյանին, այդ մի լուրն էլ է, թե մինչև Հայաստանը հայտ չներկայացնի Եվրամիության անդամակցության դիմում, ոչ թե այն օրենքը, որը ընդունել է Հայաստանի ազգային ժողովը տարի ու կես առաջ, այլ հենց դիմում, հանրակրվեի անհրաժեշտություն չի լինի, չի ասել նոգի есть, այն էլ ասել հականեշնա есть, Ծա չէ էլի есть
որպեսզի Փաշինյանը ասեր տագդա խաձի նախեր էլի հա ու քաղաքավարի ասել է որ այդ հանրակրվեն դեռ չի կարող լինել մեր օրակարգում այսինքն դուս խոսքը էշին կասեին քիչ առաջվա ասածս խոսքի նման չկրկնեմ երեխեքը քնած չեն հա ահա զրույցի մասին հրապարակումները սրանք են հիմա այդ զրույցի հիման վրա դու մի ասա զարմանազան պրոպագանդիստական կրեմլահպատակյալ կրեմլացակուկ կկարդանք ուրեմն բաներում հարթակներում Աննա Աստվածատուրյան Տուրկոտ մեր հայրենիներից է էլի տեսեք ինչ է գրում ժողովուրդ ջան այստեղ մեր գոյաբանական հրաշքին ենք էլի վերադառնում հետո կգանք քաղաքական контекстին էլի разговор Путина и Пашиняна состоялся по инициативе армянской стороны сообщили в Кремле Կրեմլից հաղորդել են, որ Պուտին-Փաշինյան զրույցը տեղի ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ։ Փաշինյան, который так и не дождался поздравления от Кремля, поговорил с Путиным, выпросив телефонный разговор. Մեր սիրելի հայրենակցուհին Աստվածատ Տուրյան, վրացի չէ հաստատ, ասում է, որ Փաշինյանը այդպես էլ չհասնելով իր մուրազին, մուրազ բառը չէ, դաժդալսը, не дождался, հա, շնորհավորանքներ այդպես էլ չստանալով Կրեմլից, խոսել է Պուտինի հետ, աղերսելով выпросив, աղերսելով телефонный разговор իմացար։ Հետո он попросил Владимира Путина урегулировать вопрос поставок армянских продуктов, при этом продолжал настаивать на вступлении в Евросоюз в ответ на требование Путина провести референдум на тему ԵԱՏՄ եւ ԵՄ։ Նա պարոն Փաշինյանը Պուտինից ուրեմն խնդրել է ուշադրություն դարձրեք, խնդրել է այդպես էլ կա կարգավորել հայկական ապրանքների մատակարարման հարցը կարգավորել այդ ընթացքում պնդելով Եվրամիության անդամակցությունը Եվրամիության անդամակցությունը չի պնդել ճիշտ ասած չէր զանգել որ ասեր գիտես մենք Եվրամիություն ենք մտնելու զանգել էր որ ասեր բանը այդ սահմանափակումները վերանայեք հա Եվ պատասխան ուրեմն в ответ на требование Պուտինի պահանջին ի պատասխան ռեֆերենդում ԵԱՏՄ-ում լինել թե Եվրամիությունում եւ 4-րդ բարբերությունը հայրենասեր Աստվածատուրյանի գրած տեքստի մեջ в Кремле все находятся в недоумении у Кремлում չեն հասկանում մարդիկ ինի могут понять չեն կարողանում հասկանալ ինչ նպատակով է Փաշինյանը զանգ խնդրել ситуацию для Армении армянских фермеров и бизнеса он только усугубил հայկական բիզնեսի ֆերմերների համար դրությունը նա ընդամենը բարդացրեց եւ դրել է մի անջորնի նկար բոլորս ունենք այդպիսի նկար ծամացրված կամ փրշտալով կամ խնչելով հերոտնիստեղից հա համի դե մարդ է հայ ժողովրդի սիրասուն զավակներից Աննա Աստվածատերյան Տուրկոտ տիկնոջ գրարմանը տագը մեկնաբանություններ եմ նայում 203 մեկնաբանություն մի քանի բան կարդամ դուք հասկացեք թե ոնց են հրաշքով եկել հասել 21-րդ դար Համարենք այսօր այս մարդկանց մեկնաբանությունների հեղինակներին Հայաստանի Հանրապետության պատրիոտներ թե չհամարենք թե համարենք Կրեմլի պատրիոտներ հարգելի բարեկամներ ուրեմն պրախադիմեց հա իհարկե հազվագյուտ բաներ էլ կան Նիկոլ Փաշինյան հզոր վարչապետ հա այս տեղի տակա ռուսերեն տարերով գրած է Սերգեյ Դավթյան ռուսերեն ուրեմն կյուրեղատար Կիրիլիցա ինչպես ասում են քֆուրչասի ժողովուրդ Կիրիլիցա հա այս տեղի տակա այս ինչա սրա ռոժը ռուսերեն բանով Տարգաշ Позор армянского народа Ասմիկ Միկայելյան որոնք ռուսատար են գրած լատիներեն ախմախ մարդ ու ոչինչ 8 տարի ոչ մի բան չարեց հայերի համար Անահիտ Մարտիրոսյան Փաշինյան եղիր խելացի ու կատարի նրա ասածները միախկի զնակ է վերջում չես պոշմանի դու մի լսի արտասահմանյան աչոցներ վերջում միախկի զնակ Վահե Խաչատրյան
Сколько армянских фамилий без армян, идите в известном направлении, այս գրողների մասին էր գրում, Сима Хачоян, автор присутствовал при разговоре, провокатор, Մարիա Ռոբերտովնա Երիցյան, այս ստուկաչը կարծում է, թե ինքը Ենոքավանի պիսետկում է, դե կարելի է բացել նայել, որը աշխարհի որ ծայրում է հանգրվանել, ինչ-որ մեկը գրել էր, թե բոտ է սա, այսինքն ռոբոտ է դրած, որպեսզի պատասխանեն, բայց դու չեմ կարծում, թե էլի այդպիսի կատաղած ծրագրային ռոբոտներ կան, որոնք կարող են հայկական տեքստերը ռուսական կյուրեղատարով գրել, հա, դրանց կարիքը չկա ճիշտ ասած, բոլ են, էլի, սատենիկ կնապ, այս կարող է ինսուլտա քեզ խփել, որտեվ լուսանկարի մեջ այսպիսի մի պատկեր է, վայ մի հատ խփեր, էլի, Сколько же тут ваты, Тигран Паронян. Дальше. Какик Колозян. Просто мне очень очень жаль этого придурка. Ха. Խաչատուր Աբովյան. Սա անդունդային վիճակա Աթաթուրքի ցիլոն բալեկիտ լավը турկол ժորիկ տվար են որ ворը կերան կողին он специально все усугубляет ему это на руку он давит и гнобит свой народ по приказу своих хозяев почему потому что идиот он евален այսպես կիլոմետրերով հայկական անուն ազգանուններով տարբեր մարդիկ որոշել են որ քանի որ ատում են Նիկոլին իրավունք է ատելնել է իրավունք էլի այդտեղ բան չկա Հայաստանի մաման պիտի լացցնել մոտավորապես այս կենթանիների տրամաբանությունը այս համատեքստում է ոնց ես դու Պուտինին համարցակվել զանգել ինչ որ բան ասել Հիմա Փաշինյանը իմ կարծիքով քաղաքական մասին կանքել այդքանը կարդալ չի անի զայլա չկա երեկվա երեխեն չէ ճիշտն ասած էլի եթե ընտրություններից անցել է համարյա 2 ամիս մի քանի օրից կլինի 2 ամիս այս կիրակի օրը վարչապետ ազգային ժողովի նախագահ բան է ընտրվելու մի խոսքով ու Պուտինը դեռ չի շնորհավորել ու պարզ է էլի չէ որ չի շնորհավորելու Միշուստինը Ղազախստանում հանդիպելուց նույնպես չշնորհավորեց այսինքն չենք ուզում քեզ աչքով աչք չունենք տեսնելու որտեվ տրակվում ենք որ ասենք չի հաջողվել Հայաստանում իրականացնել պրոկրեմլական իշխանափոխություն, հա, ու այն դիվանագիտական ձևականությունների հետևից էլ չեն ուզեցել ընկել, որ հանգնել որ ոչինչ ասենք, պարտվեցինք, մի դե շնորհավորենք անցնենք առաջ, էլի, օքեյ։ Հիմա եթե որևէ մեկը դուք տեսնում եք, որ 2 ամիս սրանք բան են անում, թշնամություն են անում, շատ կոնկրետ կոշտ կերպով սահմանափակում են ուրեմն հայկական ապրանքների ներմուծումը Ռուսաստան եւ հաշվարկները այն է որ տնտեսական նյութական վնաս կլինի այստեղ արտադրողները ֆերմեր ծակնարդյունաբերող то есть իմ ծաղիկ արտադրող բան այս մարտիկ վերջապես ոտի գելնեն կլինի մի ինչ որ բունտի նման մի բան եւ վերջապես կոնե ձեր պլանբն մեր պլանբն Կրեմլի պլանբն այսինքն երկրորդ ծրագիրը զապասնոյ պահեստային ծրագիրը վերջապես կկարողանան գլուխ բերել էլի հա որ ժողովուրդը ելնի գլուխ ջարդի այս իշխանության վերջապես բերի լուսավոր պայծառ ուրեմն պրոկրեմլական առաջնորդների օրինակ այնպիսի մեկին ինչպիսին ասենք Քոչարյան Ռոբերտներ որը առավոտնից իրիկուն խոսում էր Կրեմլի բառապաշարով ավելի լավ էր խոսում եթե ասենք հարմար լիներ կամ նորմալ ռոջիկտան իրեն կարող են հրավիրել Մաշա Զախարովայի Մարգո Սիմանյանի իրիկուններն էլ Սալավյովի տեղը աշխատի էլի մարդը նորմալ վճարեն Կրեմլից գնան այնտեղ տարակույս չունեն, որ ավելի լավ կկատարի այս 3-4 հոգու գործը պարոն Քոչարյան, իր քարոզարշավի ելույթները նայեք, հա, մենք պետք է Կրեմլի աչքերով նայենք, Մոսկվայի աչքերով նայենք, ինչի ախպեր մենք սեփական աչք չունենք, պետք է անպայման Հայաստանի քաղաքացին ուրիշ երկրների աչքերով նայի Հայաստանի դրությանը։ Այսինքն Փաշինյանը չէր կարող չիմանալ ըստիս, որ բանը կոշտ են խոսելու հետը Եվ ըստ էության մերժելու են պատժամիջոցների վերացման կամ վերանայման իր խնդրանքը։ Բան չի զանգում։ Եվ շատ-շատերը, որոնց մեկնաբանությունները նայում եմ էլի, հա, ինձ բավականին խորը միամտություն են հուշում,
Հա մի երևելի ստրատեգ չէ, էլի պարոն Փաշինյանը, բայց թե այդքանը կոնեկը կարողանար էլի կռահել, որ Հայաստանը պետք է շարունակի իր էշը քշել առանց զանգելու, թե պետք ենք դուք զանգեք, էլի։ Պետք ենք դիմեք մեզ, էլի, դե պետք չենք ճանդամը ասենք արկելափագել եք։ Բան չի է զանգում։ Ինչ է զանգում։ Զանգում է, որ աշխարհով մեկ ծաղրուցանակի ենթարկվի, իհարկե այս ուղեղով քիչ առաջ կարդացի, չէ՞ մի վագոն։ Այս ուղեղով մարդկանց կողմից կամ ռուսական ռոպագանդիստական մեդիայի, այնտեղ ուրիշ մեդիա հազվագյուտ մի երկու բան կան, էլի իհարկե։ Հա, ինձ թվում է, որ կարծիք է սա, էլի ժողովուրդ, կարող է եւ սխալվում եմ։ Անցած օրերին, եթե հիշում եք, եւ զրույց են ունեցել Մակրոնի հետ եւ Մերցի հետ, Գերմանիայի եւ Ֆրանսիայի եվրոպական երկու խոշոր տերությունների, ուրեմն գործադիր առաջնորդների հետ աշխարհի երկրորդ, չորրորդ, ասենք պետությունների, հա, հզորությամբ ենթադրենք, տարբեր չափանիշներով կարելի է նայել։ Հա, բաներ է խոսել, իհարկե դրանց մեջ շատ մանրամասներ այդ զրույցներից մանրամասներ շատ չեն հաղորդվել մեզ։ Եվ դրան հաջորդում է Պուտինին ուղղված զանգ երկուշաբթի օրով, հա, ազիզ օրով, հա, ինչու։ Ես չեմ բացառում, որ շատ լավ իմանալով, որ պատասխանը լինելու է թուր ու թվանք, մեր ժողական, ընդեղ էլ բանը իրականության ընկալումը վաղուց է կորցրած էլի Կրեմլում, ես այդպիսի համոզմունք ունեմ։ Հաստատ այդպիսի մեր ժողական պատասխան էին տալու, այնինչ կարող էին մինչ այդ մեղմացրած լինել, բայց դրա փոխարեն խստացրել էին տնտեսական պատժամիջոցները Հայաստանի Հանրապետության ապրանքների դեմ։ Հա, գուցե թե Փաշինյանը իր զանգով փորձել է խթանել ապահարզանը կամ բաժանության process-ը, չեմ կարող ասել։ Դրա համար հարկավոր է, որ պետական իշխանությունը հաշվարկած ունենա ապահարզանի գինը։ Գինը հաշվարկելուց հետո պետք է, որ Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը գտած լինի այդ գնի փոխհատուցման աղբյուրները, որտեղից կարող է փոխհատուցել ապահարզանի գինը որն է, տնտեսական մասով նայենք, հետո քաղաքական կամ ռազմաքաղաքական։ Ես իհարկե երեք այդ լուրը տրնելուց գրել էի, որ քո անշը սրեց Փաշինյանը եւ ոչ թե էշի պես զանգել այնտեղ, որ ասի լավ, էլի այդ պատժամիջոցները հանեք, աղբեր ենք, չոքեչոք դուրդ կամ էլի, հա, այն կինոյի նման, ոչ։ Քո անշը սրել բլոտի լեզվով նշանակում է հետեւյալը. ինչ որ մեկը կոշտ հայտարարություն է անում, որ դու չես կարող ես պարտիան հաղթել։ Պուտինն է արել դա, արել է 2 ամիս շարունակ պատժամիջոցներ կիրառելով Հայաստանի Հանրապետության դեմ, ինչ թե իր սրտով չի եղել Հայաստանի ժողովրդավարական ընթացքը կամ ժողովրդավարության եղած որակը։ Դա ընդհանրապես որ ատում է, դա պարզ է, նորություն չէ դա, էլի։ Այնպես արեք, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները քաղաքականության մեջ աշխատեն ձեր երկրում, զբաղվեն քաղաքականությամբ։ Այդ հրապարակային խնդրանքը եւ հրապարակային մերժումը ստանալուց հետո սկսեց պատժամիջոցների մեքենան գործի գցել։ Սա քո անշն է, էլի։ Այսինքն ջարդելու եմ քեզ։ Երեկվա Փաշինյանի արածը ինձ մոտ տպավորություն ունեցա, որ Փաշինյանը այդ փափուկ զանգով իրականում բովանդակային իմաստով նայում եք, դրա մեջ կոշտ ոչ մի բան չկա, բայց process-ների արագացման գործողություն եմ ես նկատում դրա մեջ, սրում է քո անշը, էլի, բլոտի լեզվով ասում է չես կարող ինձ ջարդել, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, տնտեսական իմաստով շարունակեմ միտքս, եթե տեղի ունենում այդ խզումը, ասենք ինչ-որ մի պահի Վալոդիկը ասում է ոչ մի ապրանք չենք ներմուծում Հայաստանից, հա, իհարկե շատ կուզենար, որ այդպես չլիներ, որպեսզի վերաարտահանումը մնար։ Հայաստան լիքը բան է գալիս Հայաստանից գնում է Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանը շրջանցի իր դեմ դրած պատժամիջոցները եւ այդ շրջանցմանը Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը Հայաստանի խաթեր ինչ որ չափով մեղմ են նայել, էլի կոշտ չեն վերաբերվել։ Հա։ Եվ եթե հանկարծ տեղի ունենա այդպիսի խզում Հայաստանի տնտեսավարողների կամ տնտեսության վրա ինչ կարժենա։
Մինչև եղածի գնի հետ կապված, համախառն ներքին արդյունքի հետ կապված մասնագետներ կային, տարբեր տնտեսագետներ, ֆինանսիստներ ասում էին, որ վնասը կարող է լինել 1-1.5%, որը փոքր բան է, որը փոխհատուցելի բան է։ Իսկ եթե տոտալ խզում է տեղի ունենում, ենթադրենք, ինչ որ մի պահի դա եղավ Վրաստանի հետ, ինչ որ մի պահի եղավ Մոլդովա-Ռուսաստան հարաբերություններում, բայց էլի կատարելապես 100%-անոց տնտեսական առևտրային հարաբերությունների խզում չէին դրանք, ինչ որ բան մնում էր էլի այնուամենայնիվ։ Հա, Հայաստանը որտեղից է սրանք փոխհատուցելու։ Բացի սեփական միջոցները հնարավոր, ես իմ վարկերը չգիտեմ ինչերը, Եվրամիությունն է, չէ, այն փողը հիշում եք 52 միլիոն եվրոն, եւ դա վերջը չէ, ասացին, որ սա դեռ վերջը չէ, էլի է լինելու եւ այլն, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հետ զրույցը ենթադրում են, որ որոշակի անվտանգության բարձիկների նախապատրաստության բնույթ են ունեցել, չհաշված մնացած հաղորդակցությունները, պարզ է, չէ, ամեն ինչ չէ, որ որոշվում է խոսվում է ավելի ճիշտ Ֆրանսիայի նախագահ, Հայաստանի վարչապետ կամ Գերմանիայի կանցլեր, Հայաստանի վարչապետ մակարդակներում։ Այդ մակարդակներում արդեն հաստատվում է ինչ է դեղած հնարավոր նախապատրաստությունները։ Ինչ-որ մեկը կարող է ինձ ասել, որ ես ռոմանտիկ եմ, այս Նիկոլի Խելքի բանը չէ, տեսակ, կարող է եւ սխալվում եմ, ժողովուրդ ջան, ներող կլինեք, հա։ Հա։ Եվ մերժումը Փաշինյանի, թե բանը ինչ հանրակրվե հանրակրվեի հարց կարող է առաջանալ Եվրամիության անդամակցության կամ չանդամակցելու հարց կարող է առաջանալ այն դեպքում այն ժամանակ ավելի ճիշտ երբ Հայաստան արդեն դիմում տված կլինի Եվրամիության անդամակցության համար Հայաստանը առայժմ այդ դիմումը չի տվել հազար բացատրություն կա սրան բայց գլխավորն այն է որ Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ դիմումը տալ ուստեղ հիշում ենք ղժղժոցները ռուսական կողմի թե ես չհասկացա դուք ուզում եք ԵԱՏՄ-ում հզորանալ որպեսզի գնաք Եվրամիություն, այդ տոնայնությամբ է ասվում, իբր թե դուք որոշել եք մի վարքյան, դուք որոշել եք մեզ կողոպտել, հա, և այդ կողոպուտով, գողոնով գնաք շվեցարական բանկում հաշիվ բացեք, այդ տոնայնությամբ է հնչում, էլի։ Սրանց պիտի մարդավարի բացատրվի վերջապես, թե ոչ, թե կներեք, որևէ մեկը, եթե BRICS ասենք, թե կամ Եվրոպական միություն, կամ մեկ ուրիշ տնտեսական միություն, երբ որևէ մեկը անդամակցում է, կարող է իմանաք ինչու է անդամակցում։ Ժողովուրդ ջան, եթե 4 հոգի իրար հետ բաժնետիրական ընկերություն են հիմնում, ասենք, չգիտեմ, գործարան են հիմնում, համարել են, որ իրար հետ փող են դնում, հիմնում են։ Ինչի են անդամակցում այդ միավորմանը, ինչի են դառնում բաժնետեր, իրենց անձնական շահի համար են անդամակցում, թե ուրիշի անձնական շահի համար, պարզ հարց է, չէ, բնականաբար երկիրը երբ անդամակցում է որևէ միության, OPEC-ը ասենք, հա, նավթի արդյունահանման միավորումը, ինչու են միավորվել այդ պետությունները, միավորվել են իրենց շահը առաջ տանելու համար, օգուտ ունենալու համար, եթե այդ օգուտը ձեռ է տալիս, չափը տոկոս է, ես իմ ջանքը, հոգսը, ծախսը, այդ ամբողջի համադրությամբ ինչ-որ մի պետություն որոշել է անդամակցել X միավորմանը, բնականաբար մտել են դեղ, որ իր շահը առաջ տանի, իր շահը չբավարարվեց, դուրս կգա, չեն դեղից, խո էս չէ, ինչից եք որոշել, որ այ օլուխներ, ԵԱՏՄ-ի օլուխներ, հա, որտեղից եք որոշել, որ Հայաստանը պիտի այդտեղ անդամակցի ձեր շահի համար եւ ոչ թե սեփական շահի համար։ Դուք ԵԱՏՄ-ում ուզում եք հարստանալ, գնալ Եվրամիություն։ Կարող է մինչև կհարստանա Եվրամիություն չի լինի, կլինի գալակտիկական միություն, կարող է կլինի, չգիտեմ, ուտող խմողների միություն, ինչ ասեմ, կուկուրուզ աճեցնող, կուկուրուզ ուտողների միություն ասենք, թե որտեղ Հայաստանը կունենա ավելի բարձր շահ, քան թե ձեզ հետ լինելուց, ենթադրենք։ Ինչի պիտի չանի, թե դուք ինչ եք անում, դուք անդամակցում եք ԵԱՏՄ-ին, ձեր շահին դեմ, ձեր շահին հակառակ, սա պիտի ինչ-որ մի կերպ բացատրվի, հրապարակային կերպով, դիվանագիտական լեզվով, մարդավարի, քաղաքավարի, այո, Հայաստանը անդամակցում, իմ պատկերացումն եմ ասում, էլի ժողովուրդ, չգիտեմ, կանեն չեն անի, այո, Հայաստանը անդամակցում է տարբեր միավորումների, ԱՊՀ-ին է անդամակցում,
ինչ է, հապկին է անդամակցել ավելի ճիշտ, ԵԱՏՄ-ին է անդամակցել, ենթադրենք սեփական շահի համար։ Հիմի քանի որ ստեղ մի դրվագ կա, էլի հիշում ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցել է Սերժիկ Սարգսյանի կոտրատ զորով, վզին տրել, ստիպել, ասել են քելել ստորագրի մտի Մաքսային միություն, խոսել ենք այդ մասին։ Ենթադրվում է, որ Հայաստանի շահին հակառակ է եղել այդ անդամակցությունը։ Եվ մաթեմատիկան ու ֆիզիկան մեզ պետք է հուշի, շատ պարզ մաթեմատիկան ու շատ պարզ ֆիզիկան, որ նման անդամակցությունը, եթե վնաս է ինչ-որ մեկին, հաստատ օգուտ է այն մյուսներին, որտեղ տնտեսական փողերի, հարգերի, турքերի, մաքսերի զրույցներ են ստեղ։ Դրա համար էլ սրանք ճղում են իրանց, թե չհասկացանք, այսինքն քեզի պես համբալին կներեք, կթում էինք մենք ստեղ Հայաստանի Հանրապետություն։ Դու ոնց որ թե որոշել ես դուրս գալ ստեղից, հա, անունել դրել են, թե իբր հարստանում ես, ուզում ես դուրս գալ ստեղից։ Եթե նույնիսկ հարստանում եմ, լավ եմ անում, ուզում եմ դուրս գալ։ Ինչ է եղել։ Երբ ուզեցի, երբ հարմար կդա, այդ ժամանակ եմ դուրս գալիս։ Դուրերը չի գալիս հիմա, եթե հնար կա, դրեք որոշեք, ինձ հեռացրեք այդտեղից։ Չկա այդ հնարը, էլի իրականում։ Հա, սա պիտի կերծվի եւ չի կերծվում։ Քաղաքավարի դիմում են, մի իրականում ինձ թվում է, որ Փաշինյանը իսկապես սրում է այս բազար պլոտը, սրում է, որպեսզի այնտեղից ասել չի լինի, ախպեր ջան, դուք հանրակրվե չեք անում, մաքսային, չգիտեմ, մեր ունեցած ներքին արտոնյալ ռեժիմը ներսում իբր թե արտոնյալ ռեժիմ է, բայց ամբողջ աշխարհի հետ հարաբերությունների ժամանակ Հայաստանը տուժած է։ 100 անգամ օրինակ ու ռիլ ու վիդեո բերվեց, հա, գնացեք Վրաստանի վիճակը ուսումնասիրեք, կները մները եւ Հայաստանի վիճակը ուսումնասիրեք, կները մները։ Այդ ընթացքում իհարկե փորձում են բարբերաբար կերցնել, թե բան է։ Գազը շատ էժան են տալիս Հայաստանին։ Այս թեմային անդրադարձել ենք անցած հաղորդմանը, նորից չանդրադառնամ, էլի։ Armenia Today գրել է, служба внешней разведки России заявила, արտաքին հետախուզությունը, что в Брюсселе осознают неизбежность глубокого экономического кризиса в Армении в случае выхода страны из Евразийского экономического союза. Об этом говорится в сообщении пресс-бюро российской спецслужбы. Բանը, այս պրոպագանդայի էշաբանական կագատն է, էլի։ Ուրեմն, հատե պարզ է, որ լրատվամիջոցներն են տարածում, հասկանալի է, թողնենք դա մարտեն, հիպոթեք է, տուն են պահում, երեխա է, SN է, հա։ Արտաքին հետախուզությունը իմացել է Բրյուսելից, իմացար, մարդկան դեղելի, հա, որ Հայաստանը կհայտնվի անխուսափելի խորը տնտեսական ճգնաժամի մեջ, բառերը ճոգած է հատ-հատ, ածականները, անխուսափելի խորը եւ համապարփակ չէ, անխուսափելի, հնար չկա, неизбежать, ինչպես ասում են, էլի ճակատագրի հարվածներին դիմանալ է պետք։ Հա, անխուսափելի խորը տնտեսական ճգնաժամի մեջ, եթե դուրս կա Եվրասիական տնտեսական միությունից, այսինքն իրենց թշվառ խելքով, էշ-խելքով ավելի ճիշտ կլինի ասել, հա, գցել բռնել են, որ բոլոր նրանք, ովքեր այնուամենայնիվ բեզարել են Կրեմլի այս բարբաջանքներից ու չգիտեմ ինչերից եւ նրանք, ովքեր ակնկալում են, որ Եվրամիությունը կաջակցի, այս լուրը պետք է կարդան ու ասեն, աման, Բրյուսելը արդեն ջոգել է, դե Բրյուսելը որ ջոգել է, որ Հայաստանը եթե Եվրասիական տնտեսական միությունից դուրս գա անխուսափելի եւ խորը տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվելու բանը չամադանները քանդեք, վեշերը կախեք իրանց տեղը, ոչ միտեղ չենք գնում, մնում ենք Վալոդիգի շալվարի ջեբում, աջ ջեբում, внешней разведки այս պարտպարեր են օգտագործում, որպեսզի հակառակորդը գլխի չընկնի, էլի, որ սա պրոպագանդա է շատ ստեղ։ Об этом говорится в сообщении пресс-бюро российской спецслужбы հատուկ ծառայություններ։ Արա, դուք բան ունեք, ինչ է անունը, տեղ ունեք, ձեր գլխներին քսեք, էլի։ Ուրեմն արտաքին հետախուզությունը զբաղվում է, իմացար, ոչ թե Ուկրաինայի պատերազմում հաջողություններ ձևակերպելու համար, կամ այնքան չի զբաղվում, մի քիչ է զբաղվում։ Հիմնական ուշքումիդ կամ մի հատ փոքրիկ 3 միլիոնանոց երկրի Եվրամիության անդամակցության կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ չգալու հարցերով է զբաղվում Ռուսաստանի արտաքին հետախուզությունը։ Դուք պատկերացնում եք, թե Հայաստանի Հանրապետությունը ինչքան հետաքրքիր չէ Բելարուսին եւ Ռուսաստանին, այստեղ մեջ բերեցինք
Լուկաշենկա կոչված դիկտատորիկի ռեպլիկները, բա այդ հետաքրքիր չէինք ձեզ։ Հայաստանը ձեզ հետաքրքիր չէր, այ մարդը դու էիք պետք պիտի ֆրակ մեր դուրը կակ։ Իրականում որն է ստեղ Վալոդիկի սարսափը։ Հարցը այն չէ թե Հայաստանը եթե ելնի ԱՏՄ-ից միանա, չգիտեմ, կամ չմիանա Եվրամիությանը, Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն զգալի նյութական տնտեսական վնասներ է կրելու բոլորովին։ Դա չէ սարսափը, սարսափը այն է, որ զորով, շարով, թկած, կպցրած այդ տեսակ միությունը կերևա, որ քանդվում է անդամներից մեկի դուրս գալով, էլի, ասենք, ախպեր գնացինք, դա կլինի շատ անդուր նախադեպ։ Երևի թե բոլորը սպասում են ինչ-որ մի նման բանի, իսկ Փաշինյանը ընդեղ էլի Եվրասիական տնտեսական միության մեջ սպասում են, որ ինչ-որ մեկը վերջապես ինչ-որ մի ձևի պիտի քանդվի այդ անդերը, զորով, շարով, սարկած, իբր թե փոխշահավետ տնտեսական միավորում է։ Փաշինյանը կոնկրետ կոշտ նման բաներ չի անում եւ այդ կատաղությունից սրանք երկրորդ պլանն են գործարկել, պլան B են ասում, հիշում եք, որոշ քաղաքական ուժեր կային, երբ ընտրությունների ժամանակ հարցնում էին դուք երկրորդ պլան ունեք, պլան B ունեք, ինչ երկրորդ պլան, մենք հաղթելու ենք այս կոմենքով։ Իրականում երևի թե Մոսկվայում են ժամանակ էլ գցել բռնել են, թե ինչ կարող են անել եւ մտածել են, որ եթե չստացվի իշխանափոխությունը Հայաստանի Հանրապետությունում, դե գոնե ի մխիթարություն կունենան խորհրդարանում պրոկրեմլական զգալի ներկայացվածություն 105 հոգուց 41 հոգին խոստովանեք, որ պրոկրեմլական, պրոպուտինական զգալի ներկայացվածություն է, եթե առավել եւս պատկերացնենք, որ եթե վեթինգ եղած լիներ եւ քաղաքական գնահատական տրված լիներ, անցումային արդարադատություն եղած լիներ, նրանք այնտեղ հավանաբար չէին լինելու, նրանց փոխարեն լինելու էին ընդդիմադիր ոչ պրոկրեմլական ուժեր։ Ինչ որ է, էս ունենք։ Դա մինիմում մխիթարական արդյունքն է, որ ունեն, բայց երկարաժամկետ հեռանկարում առանց որևէ էքշնի, գործողությունների ծրագրի Կրեմլը չի կարող հանդուրժել այն վիճակը, ինչ լինելու է խորհրդարանում։ Ինչ է լինելու խորհրդարանում, բանը, այն ինչ որ տեղի ունենում հերակա քարոզարշավի ժամանակ, ընդեղից նրան էին քֆրդում, ընդեղից նրան էին քֆրդում, լինելու է առերես, եւ քանի որ թվային առավելություն ունի քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում, անվտանգության ծառայությունն է, հանրային հեռուստատեսությունն է եւ այլն, շարունակ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական գուցեև ցավոք ֆիզիկական իմաստով կացուտակ է գցելու խորհրդարանական ընդդիմությանը։ Չեմ ուզում որ դա տեղի ունենա իհարկե, բայց թե աչքը տեսածից է, էլի, վախենում ինչպես ասում են, եւ այն ինչ տեսել ենք 5 տարի շարունակ տեսնելու ենք։ Այդքանը Կրեմլն էլ է հասկանում, որ այդ է լինելու, էլի, անընդհատ տշելու են բերանացիկոն է, հա, պրոկրեմլական ընդդիմությանը, պլյուս քրեական գործեր, կարող է ձերբակալվի մարտամեգը կամ մի քանի հոգի կալանավորվեն, ձերբակալվեն, կաշկանդված լինեն այդ պրոկրեմլական ընդդիմությունից, 41 հոգուց կամ նույնիսկ այն քաջը, որը մանդատը տրեց եւ ասաց ես չեմ գալիս այնտեղ եւ այլն, Քոչարյան Ռոբերտինի նկատի ունեմ։ Հա, այդ հասկացանք, բայց դա Կրեմլին չի կշտացնում, էլի 5 տարի շարունակ պահի օժանդակի, քաջալերի, հերվից, սատարի, հրավիրի Մոսկվա հարցազրույցների, նրանք գնան Մոսկվայում հարցազրույցներ տանքան, հերուտանից տեղից, փագնիստերից ինֆորմացիա հանեն աճուծախ իրենց կուրատոր վնեշնի ռազվետկի համար տեղեկություններ տանեն եւ այլն, դա քիչ է, դրա համար ինչ որ action plan է պետք, գործողությունների ինտենսիվ պլան, ըստ երևույթին դա էս է, որ ուրեմն խորացնելու է տնտեսական ճնշումները, պատժամիջոցները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1 այդ թվում գազի եւ հարակից բաների սահմանափակումը, թանկացումը, կոշտացումը, պրոբլեմ ունենք, չենք կարող գազը մատակարարել, կներեք եւ այլն։ Հա, եւ իհարկե այդ շահարկումը թե շուտ արեք հանրակրվե անցկացրեք։ Շուտ արեք, սենց չի լինի, կողմնորոշվեք, կամ այս կողմ, կամ այն կողմ շուտ արեք ու դա քշելու են առաջ խորհրդարանական իրենց ռահվիրաները, առաջնորդները, ընդդիմություն, դե պայմանական կամ ինչպես կուզեք էլի, ընդդիմություն համարենք։ Առավոտից իրիկուն սկսելու են հրել դա։ Եթե մի նոր բան մոգոնեն, ես չգիտեմ, օրինակ
սատարել Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ասենք նախագիծ բերեն, ասեն մեր ռազմավարական դաշնակիցն է լավից վատից, Հայաստանի Հանրապետություն բեր հումանիտար օգնություն ուղարկի Ռուսաստան, առավել ևս ռազմական, ճիշտ է, մագարտագի էշաբանական բաներ չեն անի, բայց թե քանի որ տրամաբանություն վերագրել Պուտինի գրասենյակին ես չեմ կարող, վաղուց համոզվել եմ, որ չեմ կարող, ասում ողջամիտ, կարող է դեռ պնդեն մի օր էս 41 հոգուց 7 հոգի ելնեն նման օրենսդրական նախաձեռնության, то չգիտեմ, բաներ անեն։ Հիմի հեշտը գտել են իրենց հեշտ ձևը, բանն է, տնտեսական պատժամիջոցներ, արգելքներ, ներկրումների դեմ եւ բան անել, զորել թե բերեք հանրակրվե արեք, այն հաշվով, որ հանրային կարծիքի գուցե հետազոտություն ունեն, որ եթե հանրակրվե լինի, հայ ժողովուրդը կքվեարկի ԵԱՏՄ-ի կազմում մնալու դեմ կամ չի քվեարկի Եվրամիությանը դիմում ներկայացնելու օգտին եւ դա կլինի ինչ կլինի տղել է փակուղի դա կնշանակի որ դրանից ասենք 20 րոպե հետո կամ 2 ամիս հետո նորից հանրակրվե անելու իրավունք չի ունենա եթե հանրակրվեն ստիպված լինի չգիտեմ ինչ որ պատճառով անել դա լուծում չէ էլի հա այսինքն սա ինչ որ մխիթարական բան կլինի Կրեմլի համար ինչ որ է ժողովուրդ ջան կտեսնենք ինչ կարող է զարգանալ ստեղ Հայաստանը կարող է կոշտացնել իր վերաբերմունքը առևտրատնտեսական հարաբերությունների մասով իհարկե կարող է Հայաստանի իշխանությունը կարող է տնել վերլուծել տեսնել թե որոնք են Ռուսաստանից ներկրվող այն ապրանքները որոնք ունեն Ռուսաստանի գործարարի համար ավելի բարձր շահութային կշիռ, քան թե ավելի ցածր շահութային կշիռ։ Պայմանականորեն ենթադրենք սերուցքային պանիր է ներկրում, տուփերով որ ծախում են խանութներում։ Ռուսաստանի արտադրողի համար շահույթի ծավալը ինչքան է դրանից։ Մի օր տնի Հայաստանը ասի, որ գիտեք, բանը դրանք մեր հայկական հին քոքված օրգանիզմի համար հեչել հարմար պանիրներ չեն, ներող կլինեք, մեր սննդի տեսչությունը զբաղվում է 400 տարի հետո նոր անալիզի արդյունքները պարզ իսկ առայժմ կասեցնում ենք դրանց ներմուծումը հետո մյուսը չգիտեմ ինչեր կան ուրիշ դա սննդային մասով կարող է անել ուղղակի հաշվարկել է պետք թե դրանից ավելի շատ կտուժի Հայաստանը թե ավելի կշահի հիմա եթե կատնամթերք ընդեղ արկելա փակում եք այդ կատնամթերքը ինչ պետք է արվի ընդեղ խանված որոշ տվյալներով Հայաստանը տարեկան մոտավորապես 20 միլիոն դոլարի կատնամթերք է արտահանել, դրա 80%-ից ավելին եղել է պանիր։ Եվ դրանից 16 միլիոնը եղել է Ռուսաստանի Դաշնություն արտահանված կատնամթերքի գինը։ Եթե գինը այդքան է եղել, այսինքն մեծ թվեր չեն, էլի։ Դրանից շահույթը ինչքան եղած կլինի։ Կատնամթերք պանիր եւ մնացած բաներ արտադրողները, եթե 16 միլիոն դոլարի արտահանում են ունեցել Ռուսաստանի Դաշնություն, իդեպ ինչը զգալիորեն պակասել է մի քանի տարի առաջվա համեմատ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը այն ժամանակ էլ ինչ-որ պատժամիջոցներ մեյդան բերել, բայց այսպիսի սրացումներ չեն եղել, էլի։ Հա, լավ, 16 միլիոնից շահույթը ինչքան կարող է լինել։ Ասենք թե 3 միլիոն դոլար, 4 միլիոն դոլար տարեկան։ 4 միլիոն դոլար տարեկան շահույթ չեն ունենալու Ռուսաստան կատնամթերք արտահանող հայկական ընկերությունները։ Դա հնարավոր է փոխհատուցել։ Հնարավոր է։ Ինչ պետք է անեն այդ մարդիկ այդ կատնամթերքը, որը չեն արտահանում։ Համ փոխհատուցվում են իրենց վնասը չեզոքանում է, համ էլ գուցե պետք է մտածել կատնամթերքի այն պրոդուկտների արտադրության մասին կամ արտադրության խորացման մասին, որը թույլ կտա ավելի երկար ժամանակով պահել այդ մթերքը, որն է դա բերեք գուշակենք։ Հենց կաթն է շշերով, թթվասերն է սմետանը, կատնաշորն է տվառոգը, մածունն է, թե ինչն է, գուշակում եք երևի, դա պանիրն է։ Այսինքն պաների արտադրությունը այս իմաստով գուցե կխթանվի այնպես, որ տևական հնեցման պանիրները ավելի մեծ տեսակարար կշիռ ունենան կատնամթերքի արտադրության ոլորտում, որպեսզի չկորի այդ բանը, չի կորի,
փոշիացումը էլ չասենք, էլի։ Առավել եւս եթե այդ կաթնամթերքը արտադրվում էր Հայաստան մասնակիորեն, Հայաստան ներկրվող կաթի փոշով։ Սրանք հաշիվներ են, հաշվարկներ են, որոնք ավելի լավ գիտե բնականաբար էկոնոմիկայի նախարարությունը, քան թե ես, բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե ես ապրանք եմ արտադրել, որը միշտ վաճառվել է այսինչ տեղի եւ հիմա չի վաճառվելու, ես պիտի մտածեմ դրա հնարավոր կոնսերվացման, պահածոյացման եւ հարակից մթերքների արտադրության համար։ Ծիրանը ինչ անել, Հայաստանում մարդ կա, որ չիմանա, թե եթե ծիրանը չի ծախվում, ինչ պիտի անել։ Տանել լցնել խոզերի թեմը, թե ուրիշ բան կա անելու։ Չկա մարդ, որը չիմանա, թե ծիրանը ինչ կարելի անել։ Լոլիկը ինչ կարելի է անել։ Լոլիկի ճիրը քանի կնում պոմիդորի, պոմիդորո։ Դրա ճիրը քանի կնում դառնում է պոպուլյար։ Հազար ու մի ուղեցույցներ ու բաներ կան, թե համար չի ծախվում այդ պոմիդորը, ինչ անենք, տնենք հոտի, թափենք, ինչ անենք, ձև կա։ Վարունգի հախից ինչպես կանք եւ այլն, այսինքն պիսի մի ողբերգություն չկա, ծգնամթերքը նույնիսկ մարինադ սարքելը, սառեցնելը եւ այլն եւ այլն։ Հա, այնպես որ այս իր կիրառած պատժամիջոցները երբեք Հայաստանում չեն հանգեցնելու համաժողովրդական այնպիսի հուզումների, որ մարդիկ ելնեն, ասեն ախպեր, ժողովրդավարությունն էլ մեռնի, ազատ արդար ընտրություններն էլ մեռնեն, ամեն ինչ մեռնի, մնա Կրեմլը, գնանք իր թևի տակ բարեհաջող հոտ քաշենք եւ ապրենք, էլի, հա։ Այսինքն այս տեսանկյունից է, որ Վալոդիկը պնդում եմ, հա, տրամաբանության հիման վրա չէ, որ որոշումներ է կայացնում, բայց կապրենք կտեսնենք, էլի, ինչ է լինելու այս պատմության շարունակությունը։ Զախարովային շոշափենք, ոչ ուղիղ իմաստով, էլի, հա։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը ներգրավվածությունը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը ինքը չէր ճանաչում այդ տարածքը եւ այլն եւ այլն։ Կար պատմություն Հայաստանի հետ, որ կարծես ասում էր եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը։ Այս կնիգը իսկապես կամ ստախոս է, նորություն չէ, եթե ասեմ ստախոս չէ, ժամանակ պետք է զարմանալ, էլի, կամ տեղերը չի խմել, կամ ինչ որ հոգեկան դառը դաժան ցնցումների մեջ է, ալկոհոլը հերիք չի արել, կամ շատ է օգտագործել, կամ ռեզինի արաղ է խմել, ինչ է արել։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ Սերժիկի ժամանակ, ոչ Տեր-Պետրոսյանի, առավել եւս ոչ Քոչարյանի, ոչ էլ Փաշինյանի ժամանակ, ուրեմն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, չգիտեմ ինչի հարցերում ՀԱՊԿ-ի անունը չի տվել։ Կարող է ինչ-որ փորձագետ ինչ-որ բան ասած լինի, բայց այդ հետ չի տվել։ Հիմա կնիգը հերքում է մի բան, փորձում է արդարացնել իրեն, էլի, որը չի ասվել, չի խոսվել, չի քննարկվել։ Եվ դրանով ինչ որ գիտունիկի ուրեմն հեղինակություն է ուզում էլի վաստակել։ Ոնց որ ես մոտավորապես ասեմ հետեւյալը, հիշում եք այն օրը, որ դինոզավրերը եկել էին կինո Երևանի մայլա, ես թուրս առա ելա բոլորին կոտորելով լարեցի ստեղից, դրա համար դուք ստեղ ոչ մի դինոզավր չեք տեսնում ժողովուրդ ջան, դրա շնորհիվ դուք ստեղ ողջ առողջ եք էլի։ Քանի հոգի պիտի հավատա, թե նման բան է եղել։ Հիմա լիքը մարդ կարող է շփոթում է ՀԱՊԿ-ը, Ղարաբաղը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության, բուն Հայաստանի Հանրապետության սահմանների վրա Ադրբեջանի հարձակման հետ կապված։ Զենք ու զորք չի ուզել նույնիսկ, ճանաչելու հանգամանքն է եղել առարկա։ Թե համար գոնե հայտարարեք, որ մտել են ձեր այսպես կոչված հավաքական անվտանգության տարածք։ Հա, այս լոգիկայի մեջ է եղել, բայց այս կնիգը ուրեմն թռել է, էլի կատուշկեկը ռելսերից ընդհանրապես թռել է, անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունի, մոդը պիտի մարդ մնա միշտ, էլի, մոդը եթե մարդ չմնա, չես իմանա ինչ կեղնի։ Կարող է նստի լայվով խոսա, հետո պարզվի, որ հակը շորջ չկար, էլի։ Հա, մոտավորապես այդ տխուր վիճակն է այս կնգա հետ կապված։ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Անմիջապես Փաշինյանի զրույցից հետո էլի զանգել են դեղ, որ ինքն է զանգել ընդ որում, էլի, հա, լուրջ կախումներ, ակնկալիքներ, սպասելիքներ ունի ու դրանով նաև հասկացնում է, որ տես դու ես ինձ զանգում, բայց ես եմ Ալիևին զանգում, էլի, Նիկոլ Վավայևիչ։ Երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցերն են քննարկել, նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը իմացար, Պուտինենք
տպավորություն, պատրանք են ուզում ստեղծել, որ իրենք դեռ ինչ-որ բան որոշող են։ Իրենք դեռ ձիու վրա են, իրենք դեռ աշխարհի, ուրեմն, երկրորդ բանակի տիրակալներն են։ Միաժամանակ Վալոդիկը ռազմածովային նավատորմի օրը նշելու համար գնում է Պետերբուրգ, ասենք մի 40 նավաստու առաջ ճեղում է Իրան, բայց այդ նավաստիների թիկունքում ռուսական Սուզանավի մեծ պաստար, բաներ է խփած, պաստար, հա, չեն համարձակվում ինչ-որ շքեր տանել, բան անել, են Կալինինգրադում էլ, Քյոնիգսբերգում, հա, այդ անկլավ է, էքսկլավ է, ընդեղ էլ Լաստանավի վրա ինչ-որ մի պարադի նման, շքերթի նման ինչ-որ բան են անում, միջոցառում, նշում են, հա, այս մարդը կամ իր թիմը տակ է էլի, երևի դեռ խաբար չէ էլի, փորձում է հավատ հաստատել, որ իրենք դեռ ուժեղն են, այս մոլորակի վրայի բևեռներից երկրորդն են, մեկը Ամերիկան է, երկրորդը իրենք են, վաղուց գլխի չեն ընկել, որ ինքզինքը չապալախելու ժամանակը եկել է։ Մի հատ թափ տվեք էլի ցեզ, իսկապես քացուտակ գցեք, ելեք նայեք ոդիկը կարողանաք կանգնել, թե ոչ, այսքան խայտարակություններից հետո։ Վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը իմացար էլի, հա, ահա այսպիսի տխուր պատմություն Վալոդիգի հետ կապված